Ես թեման չեմ փոխում, ես պատասխանեցի։ Չեմ դնում, որովհետև եթե շատ եք ուզում իմանալ, ես տեխնիկական միջոցներ չունեմ, որ ազգային ժողովի ճեպազրույցները իմ մոտ դնեմ։ Ապրեք, շնորհակալություն։ Ես հիմա ներողություն եմ խնդրում, մի բան, լսեք ինձ ուշ, դուք լռեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Լռեք, չեմ տալիս հարցազրույց ձեզ։ Լսեք, ես էլ եմ սկզբում կային։ Դու ոչ մի ձեր որովհետև ձեզ պայեք, ձեզ հարցազրույց չեմ տալիս։ Թիրախային հարց ես ձեզ եմ տալու, դուք ո՞նց եք գումար վաստակում։ YouTube-ներով, լսեք, ի՞նչն է գրանցված։ Գրանցվածա որ եկամուտ եք ստանում, որտեղ ձեզ ի՞նչ ա պետք։ Սկանդալապետ որ եկամուտ ունենաք։ Ես բոլորից եք շնորհ։ Լսեք, դուք եք շեղվում, դուք, լսեք, դուք ձեր նոր Բերեք ինձ սուտ եք խոսում, սուտ խոսեցիք։ Լսեք, որովհետև նորից եմ ասում, լսեք ուշադիր ինձ։ Հայերեն գիտեք, թե գերմաներեն եք, ինչ լեզվով եք խոսում։ Ձեզ ասում տպավորվել էր ուղեղից, մեջ այդ թիվ, դրա մոր է ասում, սխալ եք խոսում, որովհետև այլ թիվ էր տպավորված։ Հարցը լսելու ինձ ասում եք հարցազրույց չեմ տալիս։ Չեմ տալիս ձեզ հարցազրույց, չեմ տալու, որովհետև դուք, լսեք, դուք դրանով ուզում եք գումար վաստակեք, մնացածի վրա թքացում եք երկրի վրա, երկրի պաշտպանականության վրա, ամեն ինչի վրա, դուք որտեղ ես տեսակն եք, ձեզ ասեք ինչ եք ուզում, ասեք ես պատասխանեմ, խնդրեմ։ Խնդրում սա կարտա։ Ձեր ամբողջ հարցազրույցում դուք նաև Արմեն Սիմոնյանի ասածին եք ասում եք, որ ճիշտ են չեն կռվել։ Ներողություն, դուք չեք կարդացել։ Լսեք, ես ասել եմ չեն կռվել։ Չէ, մի րոպե, մենակ թվերը չի։ Այդ հարցին նորից ձեզ լսեք ուշադիր։ Ես լավ տեղեկացված եմ ամեն ինչի, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասը ինադու սաբոտաժ արել, մի մասը ինադու տվյալներ ա տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնեք դատական պրոցեսներից։ Հանցագործության մասն է, սպայն հաղորդում եք տալիս։ Լսեք, հաղորդում չեմ տալիս, ասում եմ դատական պրոցեսներով, այդքան որ 5 տարիա քրեական գործեր ա գնում։ Մենք Ղարաբաղյան շատ ընկերներ ունեմ Ղարաբաղից ես։ Իրանց հետ հաճախակի շփվում եմ։ Շատերին աշխատանքի եմ տեղավորել։ Իմ ընկերներին, ոչ ընկերներին, անծանոթ մարդկանց։ Շատ լավ մարդիկ կան, լավ աշխատասեր մարդիկ կան։ Շատ։ Մեր քույրերն մեծ մասը չի կռվել։ Լսեք, 3000 զոհ 3000-ից ավել զոհ տրվել է ընդհանուր Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչության մասով։ Չեք լսում, 3000-ից ավել զոհ տրվել է եւ Հայաստանից եւ Արցախից։ Են ասել, որ արցախցիները չեն կռվել։ Ոչ, լսեք, դուք մի վարքյան լսեք, հիմա ձեզ ասում եմ, խնդրում եմ ձեզ, դուք ինքներդ որպես լրագրող, ձեզ հետաքրքրում է այդ հարցը։ Իհարկե մեր արցախցի եղբայրները կռվել են, բայց մենք պետք է մի բան ճշտենք։ Արդյոք Արցախում բնակվող 150,000-ը, որ պետք է պաշտպաներ իր սահմանները, մեր Արցախցի նրանք ինչքան են զոհվել, Հայաստանի Հանրապետությունից ինչքան։ Ես ուզում եմ ասել, այդ երբ որ նայում ենք այդ կշիռը, այդքան էլ այդպես չի։ Դրա համար շատերը չեն կռվել։ Սրա մասին է խոսքը։ Մենակ էր թողել արցախցիները։ Նիկոլ Փաշինյանն ասում է ինչ է լինի։ Սեպտեմբերն եք ասում։ Հա, ներողություն չէ, ես խոսացի 44-օրյա պատերազմի մասին։ Սեպտեմբերին ասաց, որ Հայաստանը չի ներքաշվի պատերազմի մեջ, Արցախցի հետ 150,000 մարդը որ ասում է, մնացել էր մենակ 10 միլիոն ադրբեջանցիների դեմ, ինչ պետք է անեին, որ Հայաստանը անվտանգության երաշխավոր էր Արցախ, ինչ պետք է կռվեին։ Պետք է բոլորը զոհվեին, պարոն։ Ես 44-օրյա պատերազմի մասին ասացի։ Իսկ սեպտեմբերի հետ կապված իհարկե արցախցիները մնացել են մենակ, որտեղ Հայաստանի Հանրապետությունից օգնություն չի եղել։ Պարոն Սուքիասյան, անվտանգության երաշխավոր էինք, չպիտի կռվեինք, որ դուք հիմա ասում եք ուրեմն դուք եթե դուք ներողություն նախով եք, որ Ես Նարեն եմ գնունի մեդիահաբեմ լրատվամիջոց։ Լսեք, մեդիահաբ լրատվամիջոց եք, գնացեք ձեզ ֆինանսավորողից հարցրեք, ոնց պետք է լինի։ Շնորհակալություն։ Ինձ էլ կարևոր չի։ Ասեք ինչ եք ուզում պատասխանեմ։ Ասում եմ չպիտի կռվեինք, հա, չպիտի անվտանգության երաշխավոր լինեինք, եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է նայի ընդհանուր Հայաստանի Հանրապետությունը սա մեր միակ միջազգայինորեն ճանաչված պետությունն է, մենք պետք է շատ զգուշ լինենք, շատ խելոք լինենք եւ պետք է այնպես անենք, որ Հայաստանի Հանրապետությունը շատ ռիսկերի չդիմի եւ Հայաստանի Հանրապետությունը հարատև լինի, սա է խնդիրը։ Լինելու է հարատևս ձեզ, եթե մենք արդեն լինելու է, չի լինելու, իհարկե կլինի, եթե մենք բոլոր այն նորմերը, որոնք որ միջազգայինորեն կա, ճանաչենք, սուրբ գրքի պես ընդունենք։ Շնորհակալություն բոլորից։
Չէ, ոչ մի որովհետև չկա։ Մենք պետք է միակ հասկանանք ձեր իրավունքները ու մեր իրավունքները, այդ ձեզ եմ ասում։ Որպես երիտասարդ պետք է հասկանանք։ Իսկ նորից ես բացարձակ մի բան եմ ձեզ ասում, մարդը կարա շփոթի, դեռ։ Մարդը իրոք ուղեղիս մեջ ոնց որ այդ պայուն չգիտեմ, ուղեղիս մեջ էդ էր, 210-ին 10 ոնց որ ասեցի, սա է։ Պարզապես հարցը չլսեցիք ես ինչ։ Չէ, արդեն գիտեք ինչ կա, ես ասի պարզաբանումը տվել եմ դուք չի կարելի։ Ես ձեզ ասում եմ դուք որպես լրագրող շատ վատ եք անում։ Հա, օքեյ, դա ձեր կարծիքն է եւ դուք կարող եք նման կարծիք ունենալ, բայց տեսեք, կարող եք այլ կարծիք ունենալ։ Տեսեք, դուք որ ասում եք զո չի եղել, դուք որ ասում եք, տեսեք, 10 զո չի եղել, 10 զո եղել, դա ուրիշ է։